Շնորհակալություն պարոն վարչապետ, մի հարց ունեմ Տիկին Գալյանին, հիշում ենք, որ մենք մի նման համակարգ ներդրեցինք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ծանուցումների համակարգ եւ նաեւ այն ժամանակ խոսում էինք, որ սա կարող է լինել ստարտ կամ պիլոտային ծրագրի նման մի բան, հետագայում բոլոր պետական մարմինների ծանուցումները ուղարկելու այդ տարբերակով։ Հիմա հարցը հետևն է, արդյոք ինչ որ ինտեգրում կա, որտեղ ենթադրում եմ այնտեղ արդեն հազարավոր քաղաքացիներ այդպես են ստանում եւ կարող ենք այնտեղի գրանցված էլեկտրոնային փոստը ավտոմատ համարել այդ մեր նախընտրելի էլեկտրոնային փոստը, որը Տիկին Գալյանը նշում էր, որ կարող է քաղաքացին տրամադրել, որտեվ եթե այո, ապա արդեն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքացի մենք բոլորս կկարողանանք ծանուցումներ ուղարկել, այդ թվում օրինակ մեր համակարգի հետ կապված։ Պարոն Թորոսյան, վաղ թե ուշ բոլոր պետական մարմինները ինտեգրվելու են այս համակարգին։ Հիմա ոստիկանությունը ունի իր ներքին համակարգը եւ այդ մոտիվացիոն կարելի ասել համակարգի գործարկմամբ եկել ենք նրան, որ քաղաքացիները ցանկանում են տրամադրել իրենց էլեկտրոնային հասցեները, որպեսզի օգտվեին որոշակի արտոնություններից։ Մենք հիմա նմանատիպ կարգավորումներ փորձում ենք նախատեսել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, որպեսզի կարողանանք այդ էլեկտրոնային հասցեները նաև փոխանցել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը եւ կարծում եմ որևէ խնդիր չենք ունենա վաղ թե ուշ այդ էլեկտրոնային հասցեներն օգտագործել հենց այս համակարգում։ Երկու եղանակով կարող է համակարգը աշխատել, պարոն Գրիգորյանը փոքր-ինչ խոսեց այդ մասին։ Առաջինը տեքստուալ ծանուցման մասին է խոսքը, երբ այդ հարթակում տեղադրվում է ծանուցման տեքստը, եւ մյուսը լինկով ծանուցման մասին է խոսքը, այսինքն այս դեպքում ոստիկանությունը այդ ծանուցման հարթակ պետք է ուղարկի ոչ թե համապատասխան տեքստը տուգանելու վերաբերյալ որոշման տեսքով օրինակ, այլ պետք է ուղարկի համապատասխան լինկը, որը տվյալ անձին կբերի արդեն ոստիկանության համապատասխան էլեկտրոնային համակարգ։ Տիկին Գալյան, ես ավելի շատ ինչ նկատի ունեի, քանի որ արդեն մենք հազարավոր քաղաքացիների տվյալներ ունենք, մենք կկարողանանք իրենց ավտոմատ ինտեգրել այս նոր համակարգ, որտեղ խոսակցությունը այն ժամանակ հենց դրա մասին էր, որ մենք դրանով հավաքենք քաղաքացիների մի մեծ խումբ, նրանով զեղչի փաստորեն հնարավորություն տուգանքները քիչ մուծելու, որպեսզի եւ նրանք սովորեն այդ համակարգին եւ հետագայում իրենց տված այդ էլեկտրոնային փոստով ծանուցումը համարվի պատշաճ ծանուցում մնացած բոլոր պետական մարմինների համար, որպեսզի նաեւ քաղաքացին նորից չգրանցվի։ Իսկն մենք նորից նրան չդրթենք գրանցվել այս նոր համակարգում։ Ես պարոն Թորոսյանի հարցը վերաձևակերպեմ, ընդհանրապես թվայնացման մեջ կա մի կարևոր սկզբունք, որը թվայնացման իհարկե արդյունքա նաև սկզբունքա, որ մի տվյալը մի անգամ, որ քաղաքացին իր մի տվյալը պետության տալիս է մի անգամ։ Հիմա այս պարոն Թորոսյանի հարցը այս տեսակետից շատ կարևոր է, որովհետև միտեղ ասում ենք դե քաղաքացի, եթե ուզում ես էլեկտրոնային փոստի Պարոն վարչապետ, ես իմ խոսքում նշեցի, որ եթե անձը գրավոր կամ այլ եղանակով կամ հարթակի միջոցով ասում է, որ ես ցանկանում եմ ծանոթվել այս եղանակով, ապա արդեն ասել է, հարցը տեխնիկական լուծման դաշտում է, կարծում եմ։ Միարժեքորեն հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե ասելա պետություն, կառավարություն, եթե ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտել եմ եւ ինձ տուգանել եք, ինձ այս էլեկտրոնային ձևով ծանուցեք։ Հա, այսինքն դա իր համար պատշաճ ծանուցում է։ Այո, եւ այդ նույն մարդուց էլի նույն հարցի պատասխանը չուզենք, ասենք այս հասցեով, եթե հասցեով է գործում դա, տենց է գործում, թե բջջային համարի, թե հավելված հասցեով է գործում, դե ուրեմն մենք օրենքի մեջ պետքա կարգավորում անենք, ասենք եթե մենք հարթակով մեզ քաղաքացին որևէ տեղ տվել է, ասելա ինձ ծանուցեք այս հասցեով, իրան երկրորդ անգամ չենք հարցնում, քեզ որ հասցեով ծանուցենք, որտեվ դա առնվազն ներվայնացնող է, կասի լավ հասկացանք, մի անգամ ասցինք 2, 3, 4, ոչ չենք կարող ամեն օր ասենք մեզ որ հասցեով ծանուցենք։ Պարոն վարչապետ, հիմա նախագծում արդեն իսկ այդ կարգավորում կա, եթե անձը գրավոր տարբերակով ներկայացրել է կոնկրետ էլեկտրոնային հասցե, անկախ նրանից թե որ պետական մարմինն է ներկայացրել, համարվելու է պատշաճ ծանուցված, այնպես որ այդ խնդիրը լուծված է, իսկ հենց այս հարցը զուտ տեխնիկական լուծման ենթակա հարց է։ Բան ունեիք ասելու Տիկին Սարգսյան։ Պարոն վարչապետ, երբ որ երթևեկության կանոնների մասով մենք մոտիվացիոն համակարգը դրեցինք 20% զեղչով տուգանքը ստանալու, այս պայծրությամբ շուրջ 120,000
վարորդ ունենք, որը հարթակով գրանցված է եւ 20% բոնուսային համակարգից օգտվում է։ Մենք մեյլերը հավաքել էինք հենց երթևեկության կանոնների խախտման տուգանքների համար, շատ տեխնիկապես ուղղակի հարթակով մի հարցադրում կտան քաղաքացուն, որ սա նաեւ օգտագործվելու են մնացյալ բոլոր process-ների համար, կստանանք հաստատումը եւ որևէ խնդիր չկա էլեկտրոնային փոստը օգտագործելու մնացյալ պետական մարմինների process-ների։ Շատ լավ, բայց էլի ես մտածում եմ մենք քաղաքացուն սենց նայեմ, եթե մենք սենց թենից ստեղծում ենք մի համակարգ, ասում ենք գիտեք ինչ ազդարարում տեղադրելու ենք ու բան ենք, իրան չենք հարցնում, չէ՞ որ ազդարարում տեղադրենք։ Կլինի քեզ համարենք ծանուցված, թե չէ, չենք ասում, եթե քաղաքացին մեզ կպատասխանի, կասի համաձայն եմ, հենց ազդարարում դրեք, ես ինչ ենք նորից հարցնում, ասենք մարդ հասկանում եք, ամեն բանը, ամեն հարցումը, հարցադրումը, այդ էներգիա է։ Այդ էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մենք էներգիան գնում է եւ պետական մարմնից եւ մարդուց։ Այսինքն եթե մի անգամ ասել ենք, մենք կարանք կարգավորենք, օրենքով ասենք, եթե որովհետեւ ամբողջ օրենքը դրա մասին է։ Ամբողջ օրենքը դրա մասին է, որ այն մարդիկ, որոնք բոլոր հնարավոր ձևերով ուզում են խուսափեն ծանուցված լինելուց, մենք ասում ենք, չէ, չի լինելու տենց բան։ Հիմա ինչ ենք երկրորդ անգամ մենք կարանք կարգավորենք, կարանք նույնիսկ թվարկենք, ասենք այստեղ, եթե մի անգամ տվել է, ուրեմն այդ հասցեն մենք համարելու ենք համարվելու է ծանուցված։ Դա մեր օրենքի տրամաբանությանը ես բանը իմ ասածը ինչ է, ես ինչի համար եմ դա ասում, որովհետև մի հատ լրացուցիչ գործողություն չա։ Հիմա եթե մարդը նայեց, ասենց, հա, ուզում են ինձ ծանոթեն, չեմ պատասխանում այս հարցին, ինչ ենք անելու։ Ոչ մի բան չենք կարողանալու անենք, գալու ենք մի հատ է փոխենք, ասենք լավ, քանի որ 120,000-ից 500-ն է պատասխանը, եկեք կարգավորումը անենք։ Հիմա փաստացի մարդը ծանուցվել է, տուգանքը վճարել է 20%-ն է ստացել է, ճիշտ է։ Այդ ինքը աշխատող համակարգ է։ Եթե այլ խնդրեմ չկա, ես կարծում եմ, եթե այլ խնդրեմ չկա, եթե պարզվի որ չէ, պետք է անպայման տենց անենք, շատ լավ անենք անպայման տենց։ Բայց եթե կարող ենք չանել, չանենք, համեց։ Փորձեմ ֆիզիկապես նկարագրեմ, էլի, որովհետև այդ հարցը ես կարծում եմ լուծված է։ Եվ ոնց որ մենք մեր տանը ունենք փոստարկղ, հասցեն փոխելուց, ասում ենք հասցեն փոխվել է ուրիշ տեղ փնտրեք այդ փոստարկղը, այդ նույնը լինելու է էլեկտրոնային։ Մենք բոլորս ունենալու ենք էլեկտրոնային փոստարկղ։ Բայց դեպքեր կա, երբ որ անձը քաղաքացին ասում եմ մի ծանոթի դիրք ու հարթակում ես կհամարվեմ ծանոթված, ես կմտնեմ կնայեմ, պետք չի ուղարկել ինձ այդ ինֆորմացիան, ինձ մի ուղարկեք, դրեք ձեր հարթակում, ես կմտնեմ կտեսնեմ, կհամարվեմ ծանոթած, կամ ասում եմ SMS ուղարկի։ Ուզում եմ ասեմ, պարոն, ձեր ասած հարցը հաստատ լուծված է նախագծով, որովհետև այլ ընտրանք էլ չկա, այս ամբողջ տրամաբանությունը ես պեկի օրինակը դրա համար բերեցի, որ ցանկացած քաղաքացի պիտի պետությունում ունենա էլեկտրոնային աշխատասենյակ, տենց անվանենք, ու դրան կհասնենք։ Այն ինչ որ վերաբերվում է ջվու խախտումներին, այդտեղ գործել է մոտիվացիոն համակարգը, այսինքն մենք ու այդ լավ փորձ է, մենք այդ փորձը տարածելու ենք բոլոր դեպքերի վրա, բայց այնտեղ որոնք են որ էլեկտրոնային փոստարկղն ատվել, որ դեպքերն է որ ասել դու դիրքո մոտ ես կտեսնեմ ու կվճարեմ տուգանքը, պետք չի փոստատարություն, հիմա ուղղակի վստահ չեմ, բայց եթե այնտեղ տրված է փոստարկղ, դա կօգտագործվի այս համակարգի մեջ։ Ամեն դեպս այս դիտանկյունից նայենք, որպեսզի հնարավորինս հարթ լինի համակարգը։ Համեցեք բան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կարծում եմ մի դրվագել կա, որ կարող է նույն անձի վերաբերյալ մենք միանգամից ստացված մի քանի ծանուցման հարթակներ ունենք, նույն եթե անձը նաև անձեռ ներկատերա ունի ՊԵԿ-ի իր գրասենյակը, բայց նաև էլեկտրոնային հասցե է տվել, որ ներքին գործերի նախարարության կամ ճանապարհային ոստիկանության այդ արտոնյալ համակարգից օգտվի դույժերի վերաբերյալ ծանուցման։ Այստեղ էլ պետք է առաջնահերթությունները կանոնակարգենք, որովհետև ժամանակի ընթացքում դրանցից մեկը կարող է դադարի, մյուսը կարող է շարունակի գործել։ Այդ անձը պետք է իր համար խաղի կանոնները հստակ պատկերացնի, թե մենք ինչպես ենք շարունակելու իր հետ հարաբերվել ցանկացած հաջորդ իրավիճակում։ Կարծում եմ այդ մեխանիզմը նկարագրված է, որովհետև եթե
անձը էլեկտրոնային փոստը չի գործում, այնուամենայնիվ ինքը պիտի իմանա, որ այդտեղ խնդիր կա, բայց պաշտոնական էլեկտրոնային փոստը աշխատելու պարտականությունը մերն է եւ մենք պետք է ապահովենք, բայց եթե նույնիսկ այդտեղ չի գործում, մեկը իրազեկման ազդարարը եւ պետեկամուտների կոմիտեի համակարգը մեկը գործելու է եւ այս տրամաբանություն, այսինքն իմ տեսածով չի ընդհատվում այդ շղթան, բայց ամեն դեպքում համակարգը նորա պետք է իրան նայել ուշադիր, որպեսզի լինի ամբողջական։